Դուք ի սկզբանե պատկերացնում եք, որ Ոսկե ծիրանը կարող է այս աստիճանի, այսպես մասսայական դառնալ, սիրվել մարդկանց կողմից։ Դες մենք սկսեցինք շատ վատ տարիների, երբ որ հայկական կինոն թվում է թե ամբողջովին կործանվել է, ամբողջովին այլևս չկա, որովհետև վաճառվեցին բոլոր կինոթատրոնները, վաճառվեց կինոստուդիան, բոլոր մասնագետները մեկնեցին Մոսկվա կամ տարբեր ռուսական քաղաքներ, որտեղ աշխատանքի կարիք կար։ Երևանում ֆիլմ չէին ցուցադրում տասնյակ տարիներ արդեն։ Սերունդը որ մեծացավ, դարձավ պատանիներ, երիտասարդներ առանց էկրանի վրա ֆիլմ նայելու։ Գերակերպվում են միայն վատ սերիալներով, վատ հաղորդումներով, վատ ֆիլմերով։ Եվ մենք հասկացանք, որ կորցնում ենք հայկական կինոն կորցնելու վտանգի տակ ենք։ Երկու ճանապարհ կար, ես դրա մասին շատ եմ խոսել։ Մեկը որ մեծ ներդրումներ արվեն հայկական կինոյի մեջ, ֆինանսական ներդրումներ, որովհետեւ մի կողմից ուղարկենք նորից ուսուցանելու, սովորեն կան մասնագետներ, երկրորդ տեսակի մասնագետներ, գլխավոր մասնագետներ, օպերատորներ, զբոսայգիներ, նկարիչներ, ռեժիսորներ, ասիստենտներ եւ ֆիլմեր նկարեն շատ, բայց մեծ գումարներ են պետք։ Իսկ մյուս տեսակը նա էր, որ մեծ գումարներ պետք չէր, անել փառատոն, բայց արվեստի, կինո լեզվի, կինոմշակույթի փառատոն, որովհետեւ Հայաստանում ստեղծել մթնոլորտ, իսկական կինո մթնոլորտ, ստեղծել հանդիսատես, ստեղծել իսկապես նվիրված մարդիկ կինոյի, որոնք սկսում են արդեն տեսնել աշխարհի ինչ է կատարվում, սկսում են հասկանալ ինչ է կինոն, դպրոց բացել։ Եվ մենք առաջի երկրորդ տարին զբոսայգված էինք, որովհետև առաջի եւ երկրորդ տարիները ամեն տարիջում 10-15 մարդ էր նստում, լավագույն ֆիլմերը չէին նայում, որովհետև արդեն սովորել էին գրեհիկ վուլգար ֆիլմերի, ֆիլմերն էլ չի կարելի ասել դրանց, ինչպես հաղորդում կամ շոուների, բայց երրորդ տարուց սկսած արդեն հանդիսատես սկսեց հայտնվել եւ հիմա 40-50 հազար մարդ է նայում եւ մասնակցում փառատոնի տարբեր միջոցառումներին։ Երջանկություններ, որ երիտասարդների մոտ մեծ հետաքրքրություն արձակավ դեպի կինոն, դպրոց բացեցինք, դպրոցում եկան սովորեցին, մաստեր կլասներ արեցինք անընդհատ եւ այսօր մենք 25-30 ֆիլմ ունենք, հայկական ֆիլմեր Ոսկե ծիրանում։ Այսինքն տարիներ առաջվա մեկ դեպք սկսեցինք սակավությունը հանդիսատեսի եւ քչությունը հայկական ֆիլմերի, այսօր ամբողջովին։ Բայց դեռ ավարտին չի ասել մեր ցանկությունը, որովհետեւ կա հայկական կինո, բայց մակարդակը ինչի, համաշխարհային կինո ասպարեզում բավականին թույլ է, չի կարող մասնակցել շատ մեծ փառատոների, մեկ-երկուսը մասնակցում են, բայց շատ քիչ ֆիլմ են նկարում մենք։ Պետք է լինի քանակ, որպեսզի որակ տա։ 2-3 ֆիլմից հանջարեղ ֆիլմ չես ստանա։ Պետք է 15-20 ֆիլմ նկարվի, որ մեկ-երկուսը կարելի է միջազգային մակարդակի հասնել։ Ռեժիսորների առումով։ Ռեժիսորների առումով կան երիտասարդներ, որոնք հետաքրքրված են, բայց նրանց համար պետք է ծրագիր մտածել, որովհետև չեն լինում արտասահմանում, ֆիլմեր չեն տեսնում, ֆիլմերը շատ են ուշացնում հաջորդ ֆիլմը նրանց, եթե տեսնում ես պայծառ մի երիտասարդ, որ լավ ֆիլմ է նկարել, պետք է հաջորդ սցենարը, հաջորդ ֆիլմը միանգամից ֆինանսավորել, պետք է օգնել, որ ոտքի կանգնեն։ Բայց մեր մոտ դեռևս այդ հոգացողությունը չկա, հոգատությունը չկա դեպի ռեժիսորները, դեպի արվեստագետները, որպեսզի կրթեն, պատրաստեն, օգնեն, որ ոտքի կանգնեն եւ դառնա համաշխարհային միջազգային մակարդակի վարպետ։ Բայց այսօր դες արդեն ունենք 2 լիամետրաժ ֆիլմի պրեմիերա ունենք այսօր մեր ծրագրում, դա մեծ երջանկություն է։ Եվ 25-30-35 ֆիլմեր հայկական, որոնք պիտի ցուցադրվեն տարբեր ծրագրում, դու մեծ երջանկություն է, բայց երազեի, որ 15-17-20-րդ փառատոնին ֆիլմերն լինեն այնպիսի մակարդակի, որ մասնակցեն եւ Լոկարնոյի, եւ Կարլոյի Վարի, եւ Վենետիկի, եւ Կաննի ֆեստիվալներին։ Պարզ է, որ փառատոնի ստեղծման կայացման համար մեծ միջոցներ են պետք, Ոսկե ծիրանում այն միջոցները, որոնք ծախսվում են, իսկապես դուք կարծում եք, որ այդ ամենը արդարացված է եւ էլի պետք են միջոցներ, որպեսզի ավելի զարգանա փառատոնը։ Գիտեք, 1/10-րդն ենք օգտագործում, ինչ որ մեզ պետք է, ասենք բայց մի տարօրինակություն կա հայ ազգի մեջ։ Ֆինանսապես քիչ է, եթե մեր փառատոնը պետք է լինի 2-3 միլիոն դոլարանոց փառատոն։ Սա միջին փառատոնների բյուջեն է, որտեղ ուզում ես ապրի Աֆրիկայում, թե Ամերիկայում, թե Ճապոնիայում, այդ գումարը անհրաժեշտ է, որտեղ դա կախված է միջազգային գներից, վարձույթի, ֆիլմերի թարգմանություններից, ֆիլմերի տեղափոխությունից, սուբտիտրեր դնելուց, տպագրություններից բավականին ծախս կա, բավականին հոգս կա կինոփառատոնի շրջանում բազմաթիվ աշխատանքներ կա։
բայց հայ մարդիկ մի տարօրինակություն ունեն, թերություններ շատ ունեն ինչ-որ, բայց առավելությունները ոչ մեկը չունի։ Ընկերներս, մտերիմներս, արվեստասեր մարդիկ, որոնք նույնիսկ մտերիմներ չեն, ամեն մեկը ինչ-որ բանով օգնում է փառատոնին։ Մեկը ճաշի է հրավիրում, մեկը ծիրան է նվիրում, մեկը երկու մեքենա է տալիս ֆեստիվալի ժամանակ, մյուսը բենզին է ուղարկում, չորրորդը ինչ-որ մի բան անում է, որովհետև հոգեբեզ շատ կապվել են փառատոնի հետ եւ գնահատում են, որ փառատոնը Հայաստանի համար իսկապես այցեքարտ է դարձել։ Եթե եւ մեր նախարարը սիրում է գնել դա Հասմիկ Պողոսյանը, որ երկրի գնում եմ առաջինից հիշեցնում եմ Ոսկե Ծիրանի մասին։ Դա մեզ համար մեծ հպարտություն է եւ երջանկություն, որ Ոսկե Ծիրանի միջոցով Հայաստանն է ճանաչում, հայկական մշակույթն է դարձված եւ կարծում եմ, որ անելիքներ դեռ շատ կան, պետք է բավականին ուժեղացնենք արտադրությունը, ուժեղացնենք ուսումը եւ ծանոթությունը համաշխարհային կինոյին։ Ոսկե Ծիրանի գործը կատարի, բայց դպրոցի կարիք անընդհատ կա, գոնե 2 տարվա դպրոցի, բարձրագույն կուրսերի կարիք կա անընդհատ, որտեղ սովորելով ինստիտուտում նրանք դեռ չեն կարողանում մտնել մեծ արտադրություն։ Մեծ ֆիլմ, համաշխարհային կինո, պրոյեկտներ չեն կարողանում կազմել, որպեսզի ֆինանսավորվեն աշխարհի կողմից։ Պետք է այդպիսի մի դասընթացներ պետք է։ Գուցե հենց դուք նախաձեռնեք նաև դա անեք։ Մենք նախաձեռնեցինք, արեցինք դա մի քանի անգամ, բայց ֆինանսների պակասի դեպքում կամ պետական հողացության պակասի դեպքում չկա պետական դիպլոմ, շատերը չեն ցանկանում գալ, որովհետև իրենց համար շատերին կարծում են միջև սովետի նման է մտածում, որ դիպլոմը շատ կարևոր է, բայց կինոասպարեզում քո դիպլոմը քո ֆիլմն է, ինչ ֆիլմ ես նկարել, ինչի արժանացել, ուր է գնացել, որտեղ է ցուցադրվել։ Բայց դեռ մտածողությունը չի փոխվել, գիտեք շատերը ոչ մի կարիք չունեն սովորելու, բայց իրենք գնում են սովորելու։ Շատերը շատ կարիք ունեն սովորելու, բայց կարծում եմ, որ դիպլոմ, որ միջազգային դիպլոմը չեն գալիս, պետք է խոսել հիմա, պետք է մտածենք, թե կամ մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ բավականին մեծ փորձ կա կինոյի մարդկանց պատրաստել, ես ինքս այնտեղ եմ ավարտել հրաշալի ֆակուլտետը, կամ կինոյի թատրոնի ինստիտուտում, որտեղ արդեն զբաղվում են կինոռեժիսորներով, կամ առանձին միտեղ, որտեղ բարձրագույն ռեժիսորական կուրսեր բացվեն ֆինանսավորումով, ինչ խոսք, եւ պետական դիպլոմով։ Ժակլին Բիշետը մեր սերունդի ամենահետաքրքիր դերասաններից մեկն է, որը եւ թեթև ֆիլմերում, եւ լուրջ ֆիլմերում, եւ մեծ ռեժիսորների մոտ շատ ճանաչված, շարաշահ դերեր է գրել եւ արժանացել բազմաթիվ մրցանակների։ Նա համարվել է եւ Եվրոպայի եւ աշխարհի բոլոր ժամանակների լավագույն գեղեցկուհի դերասանուհի, որը իսկապես շատ մեծ վարպետների մոտ է նկարվել, շատ մեծ ֆիլմերում է նկարվել, եւ այսօր նրա գալը Հայաստան եւս մեկ անգամ առիթ է, որովհետեւ նա ցուցադրի ֆիլմերը, որ հետ շատ երիտասարդներ ծանոթ չեն, հանդիպում ունենա պատասխանի հարցերի, իր փորձը կիսի որոշ մարդկանց հետ, կարծում եմ, որ արժանի էր որ գալու եւ մենք շատ հաճելի է որ գալիս է եւ կարծում եմ համեսատետ նույնպես կողք կլինի, որտեղ 3 ֆիլմ ենք ցուցադրելու, ֆիլմերից մեկը իր ներկայությամբ պրես կոնֆերանս կլինի, որտեղ հարցախոս կանեն նրան, տանենք ծանոթացնենք Հայաստանի հետ, Հայաստանի մասին դիմանա եւ պատմի աշխարհին։ Իսկ հայաստանյան ֆիլմերից դիտել է արդյոք թե նոր եք պատրաստում իրեն որոշ ֆիլմեր ցուցադրել։ Իրեն։ Ահա։ Գիտեք ինչ կա, դերասանները շատ ֆիլմեր նայել չեն սիրում։ Դերասանները ավելի դարկված են նկարահանվելու ինչ-որ մեկի ֆիլմում, քան թե նայելու նրա ֆիլմերը։ Երբ որ կոնկրետ առաջարկություն է լինում նկարահանվելու, նրանք այդ ռեժիսորի ֆիլմերը սկսում են նայել։ Դե չէ իրանք դարկված չեն, ասենք, նայել Ճապոնիայի կինոն կամ Մակեդոնիայի կինոն, ոչ բոլորն են, բայց ինքը քանի որ շատ է լինում ժյուրիներում եւ շատ ֆիլմեր նայում, կարծում եմ, որ նա կինոյից տեղակ է, ժամանակից կինոյից նույնպես, եւ կարող է գնահատել ճիշտ։ Փորձենք դե ցանկություն ունենա, անպայման ցուցադրենք։ Դուք ունեք ֆավորիտ ֆիլմեր այս փառատոնից։ Ես հիմնականում չեմ մասնակցում ֆիլմերի ընտրությանը։ Ես ինձ համար օրենք եմ դրել, որ երբեք չմասնակցել ֆիլմերի ընտրությանը, նույնիսկ չնայել մինչև ֆեստիվալի ավարտը։ Մեր մոտ լրիվ ազատություն է ժյուրիների, ոչ մեկը չի բռնում նրանց կամքի վրա, ոչ մեկը չի մուրում նրանցից հայկական կինոյի համար մրցանակ, որովհետև շատ երկրներ իրենց ազգային կինոն իբրև թե բարձրացնելու համար խնդրում աղաչում են, որպեսզի մի որևէ մրցանակ տան ոչ արժանի ֆիլմերին, որոնք հետո ապտարացվում են ամբողջ աշխարհում եւ հայտարարում են այդ ազգային կինոն։ Մենք հպարտ ենք, որ մեր ժյուրիները միշտ երջանիկ են ու գոհ են, որ երբեք չենք ստիպում կամ խնդրում կամ պնդում ոչ
ճիշտ, ոչ ազնիվ մի որոշում։ Այնպես որ կնայեմ ֆիլմերից, Փառատոնից հետո կնայեմ ֆիլմերը եւ ասեմ իմ կարծիքը դրանց մասին։ Այսպես կարելի է ասել, որ ձեր երազանքն էր կյանքի այդպես մեծ երազանքը կամ երազանքներից մեկը հենց Ոսկե Ծիրան փառատոնը ստեղծել հիմնել։ Չէ, ասի, որ իմ երազանքն էր Ոսկե Ծիրան փառատոնը ստեղծելը, իմ երազանքն է կինո նկարելը։ Եվ հիմա մի 100 անգամ ավելի սիրով կնկարեի ֆիլմ, քան թե կվազեի այսքան, որտեվ արվեստագետը երբ սկսում է կազմակերպչական հարցերով զբաղվել, բոլորը սկսում են վերաբերել որպես կազմակերպչի։ Նույնիսկ իմ ֆիլմերը չհատերը չեն գալիս նայելու, կարծելով որ թե ես Հարություն Խաչատրյանն եմ, որը Ոսկե Ծիրանի տնօրենն է։ Չգիտեմ որ ես ռեժիսոր եմ ամբողջ աշխարհում, հետաքրքրված եմ իմ ֆիլմերով, իմ ֆիլմերը ցուցադրվում են, ռետրոսպեկտիվներ են անում աշխարհով մեկ։ Ես կուզենայի որ մեկը լիներ փոխարիներ Ոսկե Ծիրանից, ես հանգիստ իմ պրոյեկտները, իմ նախագծերը ստեղծեի եւ ֆիլմեր նկարեի։ Հիմա ժամանակը չի բավականացնում, որպեսզի ֆիլմեր իսկապես։ Անում եմ ֆիլմեր, բայց 3-4 տարի մեկ ֆիլմ, որը շատ քիչ է։ 61 տարեկան եմ արդեն, նկարել եմ 14 ֆիլմ, որը շատ քիչ է։